Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից 4 ամիս անց Իրանը ռազմաարդյունաբերության ներուժը վերականգնում է շատ ավելի արագ, քան ակնկալվում էր։ Իսրայելի ռազմական հետախուզությունը ֆիքսել է, որ արագ աճում են Չինաստանից Իրան նատրիումի պերքլորատի մատակարարումները։ Սա բալիստիկ հրթիռների պինդ վառելիքի արտադրության մեջ օգտագործվող հիմնական քիմիական բաղադրիչն է։ CNN-ը հղում անելով հրեական հետախուզության աղբյուրներին հաղորդում է. միայն մեկ ամսում Իրան է մտել մոտ 2000 տոննա այսպիսի նյութ, ինչը բավարար է մոտ 500 բալիստիկ հրթիռ արտադրելու համար։ Սեպտեմբերից պաշտոնապես վերականգնված միջազգային պատժամիջոցները ցույց տվեցին իրենց անարդյունավետությունը, քանի որ Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո եվրոպացիների ակտիվացրած Snapback սանկցիաների մեխանիզմը ոչ մի ձևով չի խանգարում քիմիական նյութի ներկրմանը։ Օգտվելով իրավական սողանցքներից Չինաստանը պնդում է իր մատակարարումները չեն խախտում միջազգային օրենքը։ Վերահաս վտանգը կանխելու համար Թել Ավիվը դիվանագիտական խողովակներով իր դժգոհությունն է հայտնել Պեկինին։ Իսրայելն ահազանգում է Իրանի հրթիռային ներուժի վերականգնումն ընթանում է միջուկային օբյեկտներում գաղտնի աշխատանքով։ Թեպետ AMG տնօրենը հայտարարել է, որ գործակալությունը չունի եւ չի ունեցել Իրանի միջուկային զենքի մշակման որևէ տվյալ։ Մենք չենք նկատել որևէ գործողություն, որը կհաստատի թեզը, թե այնտեղ կարևոր աշխատանքներ են կատարվում։ Իսկ տեղաշարժերը նորմալ են, դրանք արդյունաբերական մեծ օբյեկտներ են եւ բեռնատարները մարդիկ իհարկե տեղաշարժվում են։ Գրոսիի խոսքով, չնայած արբանյակային պատկերները ցույց չեն տվել հարստացված ուրանի արտադրության արագացման որևէ նշան, այնուամենայնիվ 60% հարստացված միջուկային նյութը դեռևս Իրանում է, եւ դա քննարկվող հարցերից մեկն է։ Թեհրանն արձագանքել է, որ Գրոսին քաջատեղյակ է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին։ Գրոսիի աղետալի հայտարարությունների հետևանքներն են հիմք դարձել Միացյալ Նահանգների եւ սիոնիստական ռեժիմի Իրանի դեմ ագրեսիայի համար, ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը պետք է զերծ մնա Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անհիմն կարծիքներ հայտնելուց։ Արձագանքելով Իրանի դեմ Միացյալ Նահանգների հավանական հարձակմանը, խոսնակն ասել է, որ Վաշինգտոնն իր երկրի դեմ միջոցներ կիրառելու պատմություն ունի։ Հետևաբար Իրանի զինված ուժերը միշտ զգոն են եւ հարձակման ենթարկվելու գիտակցումը հեռատեսության եւ իմաստության նշան է։ Դիվանագետը մեկնաբանել է նաեւ Մոսկվայի միջոցով Իրանին փոխանցած Նեթանյահուի մեսիջը, որ պատերազմը վերսկսելու մտադրություն չունի։ Մեր փորձառությունից դաս ենք քաղել, որ սիոնիստական ռեժիմին չի կարելի վստահել կամ հույս դնել նրանց հայտարարությունների, խոստումների կամ համաձայնությունների վրա։ Թեհրանն անդադար պնդում է իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում, իսկ իրական վտանգը Վաշինգտոնից է։ Պաշտպանության նախարարությունը պատերազմի նախարարություն վերանվանելով միջուկային զենք ունեցող մի բռնակալ վերսկսում է ատոմային զենքի փորձարկումները։ Նույն բռնակալը դիվայնացնում է Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը եւ սպառնում մեր միջուկային օբյեկտներին հետագա հարվածներով միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ։ Աբաս Արաղչին հորդորում է չսխալվել, քանի որ Միացյալ Նահանգներն աշխարհում զենքի տարածման ռիսկայնությամբ ամենավտանգավոր երկիրն է։ Իրանի գլխավոր դիվանագետի պնդմամբ Վաշինգտոնի որոշումը հետընթաց է, անպատասխանատու քայլ եւ լրջագույն սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։